բայց միտքը ինքնին պետք է արտասանել բարեկրթորեն, առանց վիրավորանքների, առանց հայհոյանքների, առանց մանդատները գողացել եք։ Ով է գողացել։ Ասում է իշխանությունը Նիկոլ Փաշինյանը որոշ մեկ գողացել են, հրաժարվել է մանդատից։ Հրաժարվել են։ Չէ, մի վարքյան, երկրորդը։ Երբ որ այդ ընտրատեղամասերում երեկոյան քվեարկության դեպքերը տեղի էին ունենում, խնդրում եմ հետ գնացեք սոցիալական ցանցերով, նայեք իմ էջը ինչ է ես ասում, ես ինքս Թագուհի Ղազյանն ի դեպ մեջ բերեց։ Ինչ է ես ասում, ոնց է կռիվ անում առհասարակ, որ մի շահարկեք զինվորների ուժ քվեարկությունը, որտեղ զինվորները նախ բերես մենք եկի միջով են ացնում, այսինքն պոստերում կանգնած զինվորներին գնում է մի խումբը փոխելու, որ մյուս խումբը կարողանա գա ու քվեարկի։ Ու այդպես հերթալնում, շարք են կանգնում, արևի տակ են կանգնում, չի կարելի այդ տղերքի երեկոյան քվեարկելը, կներեք ավարտեմ, երեկոյան քվեարկելը այդքան շահարկել, բայց չէ, մեր ընդդիմադիր գործընկերները, հատկապես ուժեղ Հայաստանի падգամավորները 8 հատ ռիլ ամեն մեկը նկարեց, 90 հատ ստատուս գրեց, բոլորը պնդում էին, որ չէ, պետքա չեղարկվի, այսպես չի կարելի, այդ չեղարկվեց այդ տեղամասերի քվեարկությունը, արդյունքը եղավ այն, ինչ որ եղավ։ Բայց ինչու եք սխալ բաներ անչեսնում, ինչ եք խեղաթյուրում իրականություն, չէ կներեք ինչ եք խեղաթյուրում իրականությունը, որտեղ մեր քաղաքացիները կարան ուղղակի հենց հիմա հետ գնան ազգային ժողովի YouTube-յան էջը բացեն ու նայեն առաջին նստաշրջանը 8-րդ գումարման, տեսնեն թե ինչ կներեք մի վարքյան, տեսնեն թե ինչպես ենք մենք հանգիստ խոսում, տեսնենք թե ինչպես ենք մենք հանդուրժողականության կոչեր անում ու տեսնեն թե դրան ի պատասխան ինչպես է Հայաստան դաշինքի կողմից տեղի ունենում բռնություն ազգային ժողովի դահլիճում։ Պարոն Ալեքսանդրյան, ներողություն, ձեր մարզիչն է նշանակվել Գագիկ Ծառուկյանի ձեռքից վերցված մուլտիվերնեսի տնօրեն։ Ինչ ասելա ձեր մարզիչը, հա ես պարոն Նշան Հակոբյանը, իդեպ պետք է ասեմ, որ Նշան Մալխասյանը կներեք, պետք է ասեմ, որ նախ եթե չեմ սխալվում, եռամարտի, սթրոնգմեն ու նմանատիպ այդ ֆիթնես մրցաշարերի աշխարհի հնգակի չեմպիոնը, Եվրոպայի եռակի չեմպիոն, քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցուցակով падգամավորության տեխնացու, քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, կենտրոն տարածքային կառույցի անդամ, մի խոսքով ու մի շարք երևի Հայաստանի Հանրապետության լավագույն մարզիչներից մեկն է, այո, ունեմ անձնական հարաբերություն։ Չէ, կներեք, ինձ թվում է շատ տրամաբանական էր ու ինձնից պարտադիր չէր, որ ինչ-որ բան լինի։ Կներեք, իսկ այդ գործը նոր կա այդ շենքի հետ կապված։ Չէ, իսկ այդ շենքը նոր կար, բայց հիմա հիշեցին այդ գործը վաղուց կար, չէ, սխալ եք հիշում, կար, մշտապես կար։ Առնվազն քաղաքապետարանում այդ գործը վաղուց կար, բայց ես մանրամասներն ընդհանրապես չեմ տիրապետում։ Որ երբ չէր ցուցաբերում օրինակ իսկ։ Օրինակ 21 թվականին չէր ցուցաբերում, 21 թվականին չէր մասնակցել։ Չէ, 21-ին մասնակցել էր, չէ, բայց այդ ձեր ասած լոգիկան քանդվում է 21-ով։ Բայց ինքը այն ժամանակ դուրս չեր եկել Քարոզարշավի պասիվ, այսինքն հավակնություններ կարծես չուներ։ Ոնց չուներ, ակտիվ դուրս էր եկել, ակտիվ Քարոզարշավ էր անում, ի՞նչ է նշանակում։ 21 թվականին ժողովուրդ ջան, կներեք էլի։ Հիմա այդ գործը կար թե չկար, հիմա նկատի ունեք տեղի ունեցածը ապօրինի է թե ապօրինի չի, այդ եք հարցնում։ Գնացեք նայեք, ստուգեք այդ շենքի փաստաթղթերը, եթե գտնում եք, որ ապօրինի է տեղի ունեցածը, ես չեմ կարող այդ մանրամասներին պատասխանել, քանի որ չեմ տիրապետում դրա փաստաթղթային բազան։ Ով է։ Վստահ եք, ես չգիտեի։ Հայտարարել են իրենք, հա, շատ լավ։ Ուզում եմ իմանալ, այսինքն դեռ չեք քննարկել ֆրակցիայում ինչ որոշում։ Ոչ, չենք քննարկել, քննարկումը կունենանք, կհայտնենք դրա մասին, բայց ես պարոն Վարդևյան, չէ, պարոն Վարդևանյանը նորից եմ ասում, իմ կարծիքով մեր ամենահավատարիմ ընտրողներից մեկն է ու հետևաբար
Ակնհայտորեն։ Չգիտեմ, կտեսնենք, կորոշենք, կհասկանանք։ Հարգելի պարոն Կիրակոսյան, միջև խմբակցության քննարկումը դա համարում եմ անտեղի, որպեսզի մենք նմանատիպ քննարկում ունենք։ Անհատական կարծիքի քպեական իրավունք ունի, Իհարկե ունի, պարոն Կիրակոսյան, բայց կա այդ կարծիքը հայտնելու ճիշտ ժամանակ։